Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Իմ սիրեկանը իմն է և ես նրանը նա արածեցնում է շուշանների մեջ քանի դեռ օրվա քամին փչում է և ստվերները փախչում են ետ դարձիր ով իմ սիրեկան նմանվիր այծյամին կամ եղնիկի ձագին որ Բեթերի սարերի վրա են Երգոց 2:16-17 Անշուշտ եթե Աստվածաշնչում մի ուրախալի համար կա դա այս համարն է Իմ սիրեկանն իմն է և ես նրանը Այս խոսքերն այնքան լիքն են խաղաղությամբ վստահությամբ, գոհունակությամբ և անսահման երջանկությամբ, որ թվում է, թե դրանք գրվել են այն նույն ձեռքով, որ գրել է 23-րդ Սաղմոսը։ Այնուհետև, թեև այս հեռանկարը չափազանց գեղեցիկ ու հիասքանչ է, և երկիրը չի կարող ավելի գերազանց մի բան առաջարկել, սակայն այն լիարժեք լուսավորված չէ արևի լույսով, երկնքում մի ամպ կա, որ ստվեր է գցում այս տեսարանի վրա, քանի դեռ օրվա քամին փչում է և ստվերները փախչում են, այստեղ խոսվում է նաև Բեթերի սարերի կամ բաժանման սարերի մասին և մեր սիրո համար բաժանման հետ կապված ամեն բան դառնություն է։ Սիրելի ընթերցող, գուցե քո ներկայիս վիճակն այսպիսին է, դու չես կասկածում քո փրկությանը, դու գիտես, որ Քրիստոսը քոնն է, սակայն չես ընթրում նրա հետ։ Դու գիտակցում ես, որ քո կյանքը նրան է պատկանում և կասկածի ստվեր անգամ չունես, որ դու նրանն ես և նա քոնը, բայց այդուհանդերձ նրա ձախ ձեռքը քո գլխի տակ չէ և աջը չի գրկում քեզ Երգոց 2:6 Մի տեսակ տխրության շուք է ընկած սրտիդ վրա, գուցե տառապանքի, սակայն անշուշտ քո Տիրոջ բացակայության պատճառով և թեպետ դու բացականչում ես իմ սիրեկանը իմն է, այնուամենայնիվ ստիպված ես սնկի գալ և աղոթել, քանի դեռ օրվա քամին փչում է և ստվերները փախչում են, ետ դարձիր, ով իմ սիրեկան։ Որտե՞ղ է նա, հարցնում է քո հոգին և հնչում է պատասխանը. նա արածեցնում է շուշանների մեջ։ Եթե մենք ցանկանում ենք գտնել Քրիստոսին, ապա պետք է հաղորդակցության մեջ գտնվենք նրա ժողովրդի հետ և նրա սրբերի հետ անցնենք մեր հոգևոր ճանապարհը։ Օ, թե գոնե մի վայրկյան տեսնեինք նրան այս երեկո, երանի ընթրեինք նրա հետ այս գիշեր։